Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Հայաստանի իսկ ավելի շուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ենթակայության տակ գտնվող իրավապահ եւ քննչական մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս պատմությունը սկիզբ է առել շատ վաղուց, սակայն մենք տեղեկացել ենք դրան լրագրող Սյուզի Բադոյանի ջանքերի շնորհիվ։ Երկու անչափահաս աղջիկ ենթարկվում են դեկտեմբեր ամսից սեռական բռնության։ Եվ դա բացահայտվում է շատ միամտաբար, երբ դպրոցի հոգեբանը, տեսնելով, որ աղջիկները ընկճված են եւ նրանց վարքը փոխվել է, դիտում է նրանց հեռախոսը, որտեղ հայտնաբերվում են ձայնային հաղորդագրություններ սպառնալիքով եւ սեռական բնույթի պարունակությամբ։ Բնական է այդ գործը ուժ է առնում եւ աղջիկների հայրը դիմում է ոստիկանություն։ Դա փետրվարի 12-ն էր։ Եվ մինչև մայիսի 2-ը, մինչև Սյուզի Բադոյանը դա չբարձրաձայնեց, այդ գործը փորձել են կոծկել։ Այսինքն, մանկապիղծին հրավիրում են քննչական կոմիտե եւ մի քանի ժամ հետո ազատ արձակում։ Ամբողջ քննչական process-ը կատարվում է պրոտոկոլի եւ օրենքով պահանջվող պրոցեդուրաների խախտմամբ։ Այսինքն, մանկապիղծներին ազատ արձակելու պատճառաբանությունը այն է, որ աղջիկների ցուցմունքները իրարամերժ են եւ չեն արտացոլում այն իրականությունը, որից քննչական մարմինները կարող են տեղեկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Գիտեք ինչ, ես ոչ ոստիկան եմ, ոչ քննիչ եմ, ոչ էլ իրավաբան եմ, սակայն անգամ ես գիտեմ, որ երբ անչափահասի հետ նման բան է տեղի ունենում, ապա առաջինը ինչ անում են, անց են կացնում դատաբժշկական էքսպերտիզա, որը իրականում տեղի չի ունեցել։ Ասեմ ավելին, քննչական մարմնի մամլոքարտուղարը ելույթ է ունենում եւ ասում է, գիտեք ինչ, այդ աղջիկները մտավոր խնդիրներ ունեն։ Դրա համար մենք քննություն ենք անցկացնում։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի քննչականի համար դա հիմք է, որ քրեական գործը չհարուցվի, մանկապիղծը շարունակի ազատ քայլել, որովհետև նրանք չգիտեն ճիշտ ինչպես են կատարվում քննչական գործողությունները։ Դե հիմա եկեք նայենք զուգահեռները։ Ալեն Սիմոնյանի սադրանքին տրվելով եւ Ալեն Սիմոնյանին քրֆող քաղաքացին 3 ամիս անցկացրեց բանտում որպես կալանք, նախաքննական կալանք։ Իսկ նախաքննական կալանքի իմաստը ո՞րն է, որ մեղադրյալը կամ կասկածյալը ազատության մեջ գտնվելիս չկրկնի այդ հանցանքը, որ չկարողանա ազդել վկաների եւ process-ի մասնակիցների վրա։ Այսինքն Ալեն Սիմոնյանին քրֆելը ավելի ծանր հանցանք է, քան երկու անչափահասին սեռական բռնության ենթարկող անձը, որը 3 ամիս գտնվում էր ազատության մեջ եւ սպառնում էր աղջիկներին, նա կարող էր ուրիշ անչափահասներին բռնության ենթարկել, նա կարող էր կատարել այդ բռնությունը ել ավելի քողարկված տեսքով, ինչի մասին քննչական մարմինները կարող են չիմանալ։ Դուք հասկանում եք այդ աբսուրդի մակարդակը, աստիճանը։ Դրան զուգահեռ, երբ որ ընտանիքի անդամները տեսնում են, որ գործը առաջ չի գնում, քննություն չի կատարվում, մանկապիղծները ազատության մեջ են, ընտանիքը ստիպված իր վրա է վերցնում արդարություն հաստատելու process-ը։ Եվ հորեղբայրը Ոմն Խաչատրյան քննիչի հետ շատ կոպիտ խոսելու արդյունքում ելնելով պարզավոր նյարդայնացած է, պարզ է, որ նա վրդովված է, գազազած է, նա հարվածում է քննիչին, ինչի հետևանքում նա հայտնվում է կալանքի տակ։ Այսինքն քննիչի անվտանգությունը Նիկոլի Հայաստանում ավելի կարևոր է, քան
անչափահաս աղջիկների անվտանգությունը։ Աշխարհում տենց երկիր չկա, գոյություն չունի, որ Նիկոլի շահերը սպասարկող կենթանին ավելի թանկ լինի, քան երկրի երիտասարդ սերունդը, որը դեռ մի կյանք պետք է ապրի, որը ենթարկվում է հոգեբանական ճնշումների հենց այս պահին, ելնելով եւ քննչականի գործողություններից, ելնելով եւ այն վտանգից, որ մանկապիղծը կարող է նրա վրա ճնշում գործադրել։ Զատո Խաչատրյանին կպնել չի կարելի, որովհետև Խաչատրյանը չգիտի ճիշտ ինչպես կատարի իր հուն գործառույթները, այն ինչի համար նա աշխատավարձ է ստանում մեր հարկերից ձևավորված գումարից։ Ելնելով պատկան մարմինների, այսպես ասած, ցուցմունքներից, ստացվում է, որ աղջիկները հրաժարվել են դատաբժշկական փորձաքննությունից։ Դա կարելի է գնահատել որպես աղջիկները սուտ են խոսում, դրա համար վախենում են, որ դատաքննական փորձաքննությունը կարող է բացահայտել այդ սուտը։ Իրականում դա այդպես չի, որովհետև եւ քննիչը եւ դատափորձագետը տղամարդիկ են, որոնցից աղջիկները վախենում են եւ հրաժարվում են նրանց առջև բացել իրենց ինտիմ եւ խոցելի հարցերը եւ մարմնի մասերը։ Նորմալ է, որ բռնության ենթարկված 15 տարեկան աղջիկը չի ուզում ուրիշ տղամարդուն ցույց տալ այն, ինչ նա միգուցե կարողանար ցույց տալ կին քննիչին, կին դատափորձագետին։ Այդ ամեն ինչ, այդ փոքր բաղադրիչները, երբ որ հավաքում ենք իրար, տպավորություն է ստեղծվում, որ մանկապիղծը ինչ որ ծանոթներ ունի, բարեկամներ ունի, կամ ինչ որ քաղաքական կապվածություն ունի իշխանությունների հետ, որոնք ինչքան ուժ ունեն, փորձում են այդ գործը կոծկել։ Փորձում են մեղավոր հանել դեռահասներին, որոնք արդեն իսկ ապրել են իրենց կյանքի ամենամեծ եւ ամենածանր տրավման։ Եվ ի վերջո Սյուզի Բադոյանի եւ Տիկին Էլբակյանի շնորհքով 2 ամսով կալանավորվեցին մեղադրյալները կամ կասկածյալները, ոնց է ճիշտ, մարդիկ, որոնք կասկածվում են մանկապղծության մեջ։ 2 ամսով։ Հիշեցնեմ, որ բավականին կասկածելի հիմքերով արդեն 2-րդ տարին է բանտում գտնվում է Բագրատ Սրբազանը, 3 ամիս կալանավորված էին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, կարող եմ նշել Արմեն Աշոտյանի, դա այն բոլոր գործերն են, որոնց հիմքում կրկին դրված են բավականին կասկածելի ցուցմունքներ։ Կարող եմ առանձին հիշեցնել Արշակ Սրբազանին, որին կալանավորել էին այն բանի հիման վրա, որ ինչ որ մի տեր պատմել էր, որ 7 տարի առաջ Արշակ Սրբազանը սպառնացել էր նրա գրպանը պլան գցի։ Իսկն գործ չկա, բայց այդ մարդը ամիսներ է անցկացրել կալանքի տակ։ Ու հաշվի առնելով այս ամբողջ պատմությունը, ես էլի գալիս եմ իմ այն հին եւ կայացած կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունում, Նիկոլի Հայաստանում նախաքննական կալանքը օգտագործվում է որպես պատժամիջոց, այլ ոչ թե կանխարգելիչ գործողություն, որ մեղադրյալը կամ կասկածյալը կրկին չփորձեն կրկնել իրենց հանցանքը։ Հակառակ դեպքում մանկապիղծը արդեն փետրվար ամսից պետք է գտնվեր կալանքի տակ, արդեն պետք է սկսել դատական պրոցեսը։ Ձեզ դուր է գալիս այս Հայաստանը, ինձ չէ, մնաք բարով։